Բարի երեկո սիրելի բարեկամներ, բարի երեկո հարգելի հեռուստադիտողներ։ Ներկայացնեմ իմ այսօրվա հյուրին։ Երիտասարդ մի շատ տաղանդավոր դերասան, կինոյի եւ թատրոնի դերասան, մարդ, որի հետ բոլորովին վերջերս մենք նկարահանեցինք միասին մի գեղեցիկ ֆիլմում, որը շուտով կներկայացնենք ձեր ուշադրությանը։ Մի խոսքով Ալբերտ Դիլոյան։ Ողջույն։ Կտրեմ նստիր։ Շնորհակալ եմ։ Բարև Ալբերտ ջան, ո՞նց ես։ Հազար բարի փառք ասը դուք։ Շատ լավ, Ալբերտ ջան, շատ լավ եմ։ Ուրախ եմ, որ դու այսօր իմ հյուրն ես։ Ես էլ շնորհակալ եմ, որ հրավիրեցիք։ Ուրեմն մենք առիթ ունեցանք իրար հետ ֆիլմում նկարվելու, առաջի ֆիլմում, ես ֆիլմերի մասին առանձին խոսենք, երկու ֆիլմում իրար հետ սերիալում նկարվել ենք, որ ամեն մեկը 16 սերիալնոց ֆիլմ էր։ Ալբերտ ջան, ես կուզեմ մի փոքր պատմես քո մասին։ Իմ մասին ծնվել եմ Երևանում։ Դպրոցը ավարտելուց հետո, ճիշտ ասած, լրիվ ուրիշ մտքեր ունեի, ուզում էի ծրագրավորող դառնայի, բայց այնց ստացվեց գնացի դառա ատամնատեխնիկ։ Շատ մոտ են իրար։ Հա, գնացի այտենց սովորեցի, ավարտեցի, ավելի ճիշտ գնացի բանակ հետեկա ավարտեցի, ու հետո որոշեցի, որ չէ, պետք է գնամ ուրիշ տեղ սովորեմ։ Ահա։ Ու պատահմամբ թերթի մեջ այտենց հայտարարություն տեսա, որ Արտաշես Ալեքսանյանը խումբ է հավաքում, դերասանական այտենց։ Այո։ Ու այտենց ընդունվեցի ու սկսվեց այս նոր Կինո եւ թատրոնի ինստիտուտ։ Այո։ Պետական ինստիտուտ։ Արտաշես Ալեքսանյանի։ Այն ժամանակ բանում էր, մանկավարժականում էր այդ խումբը հավաքում, ինստիտուտում չէր հենց։ Հա, Մանկավարժականում, այո, այտենց առանձին բան կար։ Դե Արտաշեսը շատ տաղանդավոր դերասան է ու շատ հրաշալի մարդ իմ լավ ընկեր է։ Իրա ձեռքի տակից վատ արվեստ դերասաններ դուրս չեն գալիս։ Լավ, ընտանիքիդ մասին կուզեմ խոսես մի փոքր։ Ընտանիքս ամուսնացած եմ, ունեմ 4 երեխա, Օ, 2 տղա, 2 աղջիկ, հրաշք։ փոքրս զույգ են։ Հա։ Մի տղա մի աղջիկը զույգ են։ Հա, մի տղա մի աղջիկը զույգ են։ Իրանց մեջից մեկն է այտենց նման աղջիկս մեծ, կարծես թե բռնել է papayi ճանապարհը, այտենց հետս ներկայացումների մեջ ման փորձում է։ 8 տարեկան։ 8 տարեկանից ու արդեն հայրիկի հետ նկարահանվում է, հա, ելույթը։ Փորձում, այո, փորձում է։ Շատ լավ է, իրան լավ կանաչ ճանապարհ, եթե ինքը դրա համար է ծնվել, դրա համար է ստեղծվել, ուրեմն Աստված թող իր ժամանակը ճիշտ ու վրա դնի ու հաջողություններ տա կյանքում։ Լավ, դու երբ եկար Միացյալ Նահանգներ։ Ես մոտավոր 14 տարի առաջ երևի կամ մի քիչ ավել 13 թվականներ։ Իրականում այնտեղ արդեն սկսել էի նկարվում էի թատրոնում գործունեություն էի ծավալում։ Որ թատրոնում։ Ֆիլհարմոնիկը, եթե հրապարակի կհիշեք, ֆիլհարմոնիկը երկրորդ հարկը դահլիճ կար։ Հա, ինչպես։ Հենց էդի մենք այդտեղ էինք մենակ, Արտաշես Ալեքսանյանի խումբն էր, հենց դեր միշտ ներկայացումներ էր խաղում։ Իհարկե շրջագայում էինք այս կողմ այն կողմ, բայց միշտ դե էինք գնում։ Հետո դրանից հետո որ եկած թե այտենց ճիշտ ասած չգիտեի կնկարվեմ, Բայց պասի այնտեղ դու ֆիլմում էլ չէ նկարվեցի։ Հա, իհարկե, այնտեղ Որ ֆիլմերում սերիալներ էին էլի։ Սերիալներ էին, այո, սերիալներ էին, որ ուսանողի առաջարկ ստացա Շանթ հեռուստաընկերությունից, այն վաղ անծանոթը կար, այտենց մի սերիալ կար, շատ պոպուլյար այտենց սերիալ էր, փաստաբանի դեր էի մեջը ստացե։ Հետո եկած թե տեստը մտածում եմ երևի չեմ անի, մի օր պատահմամբ մի 11 տարի առաջ երևի։ Իմացա որ US Armenia-ում այտենց casting կա, մարդ չեմ ճանաչում բացարձակ։ Այտենց եկա նստած է ռեժիսոր Անաշե Խոդավերդին։ Ասես որ մտա ներս, ասաց հենա Ալեքսը։ Լիքը մարդ կար այտենց։ Ասաց հենա ինքն է Ալեքսը։ Ասես նայեմ գորսում Ալեքսնովա։ Յանի Ալեքսը ես չեմ էլի։ Այդ կերպարը, հա։ Հա ես չգիտեի որ այտենց կերպար կա, որ անունն է Ալեքսա։ Մի խոսքը այտենց արդեն սկսեցի ստե շատ ֆիլմերում նկարվեցի։ Շատ լավ է։ Ես առաջ անգամ քեզ տեսա, երբ մեր առաջի ֆիլմը նկարվեց, նմանակները դեռ մենք գալիս էինք բոլորով ցավակցելու քո տատիկին։ Տատիկն էլ են իր այդ տխուր նկարը, շատ նկարը սև բաներով, շրջանակով շունն էլ հետն էր նկարը։ Այ շատ հետաքրքիր տեսան է, այսօր երևի հնարավորություն կունենանք մի փոքրիկ հատված այդ տեսանից դիտելու։ Ու լավ ֆիլմ էր, ստացվեց այդ ֆիլմը, հաջող դրանից հետո եկավ երկրորդը, որտեղ արդեն տեսամ որ դու շատ շնորհքով ես, շատ տաղանդավոր ես, երկրորդում արդեն մեծ դեր էիր, մեծ դերում էր նկարահանվել, մեծ կերպար էր։ Հիմա ինչով ես զբաղված։ Հիմա կոնկրետ այդ ֆիլմը վերջացրեցինք, հա, որ պատիվ ունեցա բոլոր հատ ծյոցը։ Իրականում այդ ֆիլմի մասին ես արտահայտվելուց ուրիշ ձև եմ ասում, որ ասում եմ բան, ասում տեսեք։
մարդիկ գնում են փող են տալիս, որ ասենք դերասանի վարպետություն սովորեն, չէ՞։ Ես հիմա ավարտել եմ, բայց քանի որ մարդ միշտ վերապատրաստման կարիք ունի, ինձ վճարում են, որ ես ձեր նման մասնագետների հետ վերապատրաստեմ այդ ֆիլմում, որովհետև երևի բոլորը իմ տարիքի չափ փորձ ունեք այդ ֆիլմում։ Իհարկե, բոլորս էլ մեծ ճանապարհ ենք անցել եկել, բայց դե ես առաջինում գլխավոր դերերից մեկն էր, կենտրոնական դերերից, իսկ երկրորդում իմը մի քիչ ավելի փոքր է, որովհետև ես կեսից պետք է գնայի Հայաստան, ու տենց դուք հետո շարունակեցիք, ես լսել եմ, որ շատ լավ ստացել, դրանց մասին էլ կխոսենք։ Իսկ ապագա ծրագրեր կան։ Ապագա ծրագրեր կան, նորից ֆիլմ կա, ներկայացումներ ունես արդեն։ Այո, ներկայացումներ ունեմ։ Մի հատ մանկական ներկայացում ունեմ, որտեղ հիմա զբաղված եմ նաև Հայք թատերախումբ կա։ Հայք։ Հա, զբաղված եմ, այդտեղ ներկայացումներ կա, մի հատ մանկական կա, տիկնիկային կա, մեծերի համար նախատեսված ներկայացում կա։ Փառք Աստծո, իմ սիրած գործով։ Իհարկե կողքից նաև իմ բիզնեսը եւ այդ է ուզում ես հարցնել, բացի արվեստից ո՞լ ինչ-որ բանով զբաղվում ես, որտեղ մենակ այդ ֆիլմերով, մանկական քո ներկայացումներով, տիկնիկայինով բան, չես կարող 4 երեխա պահել, քին միկին, չէ։ Հա։ Ինչով ես զբաղվում։ Ճիշտ է, ավտոյի բիզնեսի մեջ եմ։ Ավտոմեքենաների, այո, ավտոմեքենաների բիզնեսի մեջ եմ։ Դες փորձում եմ ամեն ինչ հասցնեմ ժամանակին։ Լավ, նկարահանեցիր այդ նմանակները ֆիլմում, ինչպես ասեցի, քո տատիկներ բաց է, մենք էլ եկել ենք ցավակցելու դերասաններով իբր։ Հա։ Եվ հետո նկարահանեցիր Հատճոճ ֆիլմում։ Այո։ Հա։ Երկու սերիալում, ամեն մեկը 16 սերիալից ֆիլմեր էին։ Ինչ տվեց այդ սերիալը քեզ։ Ինչ տվեց, ասեմ։ Առաջինը ծանոթացա մարդկանց հետ, որոնց հետ ծանոթանալի մար պատիվ էր։ Հանձինս ձեզ, Արտուր Հակոբյան, Աշոտը Եդիգարյան, Արամը Մխիթարյան։ Այո, բոլորին։ Սերգեյ Դանելյան։ Նաև ձեռք բերեցի լավ ընկերներ իրականում։ Լիդաներ, Վահեն, լավ ընկերներ։ Ու փառք Աստծո։ Իհարկե, այս ամեն ինչը չէր լինի, եթե չլիներ պարոն Օխլախչյանը, որտեղ յա Հովանու ներքա ինչ լինում ա լինում, իանցել եմ շնորհակալություն հայտնել։ Շատ բան տվեց։ Տվեց մարդիկ, որոնց կերազեի ճանաչեի։ Եվ հետո փորձդ էլ ավելի ավելացավ։ Իհարկե, դրա համար եմ ասում, ինձ վճարում են այս ֆիլմում, որ ես իմ վարպետությունը ավելի բարձրացնեմ։ Լսի, քո այդ նկարահանումների, քո այդ ճանապարհի ընթացքում ինչ մեծ հայտնի աստղերի հետ ես նկարահանել կամ խաղացել բեմում։ Հայտնի աստղերից, որ իրականում հանդիպել եմ, որ հատուկ եկել էր իմ հետ ծանոթանալու, ճիշտ ասած, մարդ կար, Հովանեսը Բալյան, ողոր մահացավ ինքը։ Մի անգամ տես տեսավ տխուր նոր եկած ժամանակներն տես, ինչ ա եղել։ Ասի դե ոչ մի բան իմ սրտով չի, ասես դու ինչ ես մասնակից, ասի դերասան եմ էլի, տես կուզեի բան, ասես բան մատ ընկեր ունեմ, չգիտեմ, քեզ կարա օգտակար լինի թե չէ։ Ասի ովա, ասեց դու կարող ես աղջկան իմանալ, ասի աղջիկն ովա։ Ասեց Անջելինա Ջոլի լսել ես։ Ասի հա, ասեց բայա papan իմ ընկերն է։ Դե ես ասի դե մեծ մարդ է, մի գլուխ է գով, ուր դեմ էլ ես մարդուն տենալու։ Մի օր բերեց։ Զանգեց ինձ կանչեց մանկերս ու քեզ տենա։ Հայրիկին, հա, դե նա էլ Օսկարակիր 4 հատ 5 հատ Օսկարը հայր ունի, ինքն էլ է դերասան։ Հա։ Մի խոսքով է դա եղել երևի։ Հա։ Դից զարմանաց ինձ։ Հայաստան, դե լավ, դեք շարունակենք այս խոսակցությունը իհարկե, հիմա արի անցնենք մեր գովազդին, որից հետո կշարունակեմ զրույցը քո հետ, Ալբերտ ջան։ Սիրելի բարեկամներ, գովազդ է արդյանի եթերում, որից հետո կշարունակեմ իմ զրույցը Ալբերտ Դիլոյանի հետ։ Գովազդ է արդյանի եթերում։ Բարեկամներ, ավարտվեց մեր գովազդը, շարունակում եմ զրույցս Ալբերտ Դիլոյանի հետ։ Ալբերտ ջան, հայաստանյան այդ ներկայացումներում, այդ ֆիլմերում ինչ նշանավոր մարդկանց հետ շփվեցիր ու նկարահանվեցիր։ Նշանավոր մարդկանցից Հայաստանում, որ խաղացել եմ իրանց հետ, Գուրգեն Անտոնյան, դրամատիկ թատրոնի։ Այո։ Դե Արտաշես Ալեքսեյան Պարզային վարպետներ, ովքեր են եղել։ Չեմ կարող մտաբերեմ, բայց եղել են ուսանող տարիներին շատ էին գալի մեր հետ։ Անդրանիկներ, եթե չեմ սխալվում, Հարությունյանն էր Անդրանիկը։ Հա։ Սունդուկյան թատրոնից էր։ Բայց եղել են։ Մարդիկ եղել են, որոնցից որ փորձ են ձեռք բերել։ Այդ շատ հետաքրքիր է, ես կուզեմ սրա մասին մի քիչ ավելի նենց ցավալու խոսես։ Քեզ ավելի շատ բեմում, թատրոնում ես քեզ լավ զգում, կենթանի շփման մեջ, թե ասենք ֆիլմերում, սերիալներում։ Որտեղ ես քեզ ավելի լավ։ Եթե կարելի է մի քիչ նախաբանով կամ այս ամեն ինչը։ Սիրո։ Որ ուսանող ենք, այտենց որոշել է, իրականում ես շատ կոմպլեքսավորված մարդ եմ։ Շատ կոմպլեքսներ ունեմ։ Բայց կամերան հենց միանում այդ կոմպլեքսը սկորում է։
բեմ Մարդել կա հակառակն։ Այո, իմ մոտ հակառակն է։ Ասենք եթե իրական կյանքում շփվող չեն դրսում։ Կարող է հա խոսան, ես չխոսամ։ Բայց եթե բեմ են բարձրանում, էլ դեմս չի լինի առնել, որ կոպիտ ասած։ Կամերան միացավ, հա, այտենց է իմ կոմպլեքսը։ Մեծ առավելություն է, շատ լավ է։ Առաջ անգամ բեմ են բարձրանում, ներկայացումը հայերի դատը մարդկության դատն է, այտենց ծանր ներկայացումը ցեղասպանության մասին, ու այդ մեջտեղը ասենց մեծ ոնց որ երկաթ է դրած ու մոմեր են վառվում, բարձրանում մի պահ ասենց կանգ եմ առնում, նախ այդ ամոթն առաջ անգամ այդ որ զգում եմ այդ ամեն ինչ, այդ հանդիսատեսը նստած 400-500 հոգի քեզ անայում, ու մեկ ես բեմից տաքություն է բարձրանում։ Անկեղծ եմ ասում, առանց շափազանցելու, առանց ֆանտազիայի, էլի որ ասում են դե բեմը պիտի զգաս, չէ։ Ու չեմ դիմանում, չեմ կարող խոսամ։ Մի խոսքով, այդ ամեն ինչը հաղթահարում, անցնում գնում է, բայց հետո որ սկսում է ֆիլմերը, դա էլ արդեն ուրիշ աշխարհ է գալիս։ Իրականում երկուսն էլ շատ եմ սիրում։ Բեմը ուրիշ հաճույք է, ֆիլմը ուրիշ։ Չեմ կարող մեկը գցեմ, մեկը բռնեմ։ Երկուսն էլ շատ եմ սիրում։ Բայց եթե որ ասենք օրինակի համար 15-20 ժամ նկարում լինի, հաստատ կդիմանամ։ Չեմ հոգնի, այսինքն սիրելով կանեմ, էլի։ Նայես չի, որ ասեմ, չէ, ես մենակ թատրոնն եմ, չէ։ Երկուսն էլ իմն է։ Լավ, Ալբերտ ջան, մենք քիչ առաջ խոսեցինք մեր երկրորդ այդ ֆիլմի մասին, չէ, առաջի ֆիլմի մասին, որտեղ դու այդ առաջինը որ գալիս էիք ցավակցելու տատիկից, մենք ունենք այսօր հնարավորություն այդ փոքրիկ հատվածը դիտելու։ Հա, իհարկե։ Այսօր մեր եթերում։ Իհարկե, կարող ենք դնել, իհարկե։ Կարող ենք։ Ահա։ Դե գնացինք, դիտենք այդ հատվածը։ Ջան, ողորմի իրա։ Ցավակցում եմ, ողորմի։ Ցավակցում եմ։ Սիրոջ ջան, ցավակցում եմ տատիկի անժամանակ մահվան առիթով։ Շատ եմ ցավում։ Լավ տատիկ էր։ 90 տարեկան էր, չէ։ Ջան, չի բակնա։ Հələ կարար ապրեր։ Տատս իմ թալիսմանն էր։ Ինձ հաջողություններ բերել։ Ինչ եմ անելու հիմա, տատի։ Այս ովքեր են եկել։ Ինչ թանկարժեք հյուրեր են եկել։ Ցավակցում եմ սերով ջան։ Տեսար ինչ եղավ։ Իջի մի հատ։ Ցավակցեմ։ Ես եկել եմ ցավակցում, հարազատ ջան։ Տատի մա։ Վերկասնես ովքեր են եկել։ Քո սիրած դերասաններն են եկել, տատ։ Եկել են քեզ հրաժեշտ տա։ Խնդրում գերեզմաններից էլ, տատի։ Վերջը համոզելու է տատը գերեզմանից վեր կենա կապ, այդպես։ Շանն էլ փաչեցի նրա։ Դե շուն կար։ Հետաքրքիր էր, շատ հաճելի էր, ես մի պահ ապրեցի այդ օրը, այդ պահերը։ Ալբերտ ջան, դու այսքան լինելով բեմում, թատրոնում, կինոյում բան։ Մարդ կա, որ երազում է մի բան կուզենար այդ դերը խաղալ, էլի մեկը հրավիր է ասել այս դերն ես խաղալու, այտենց մի դեր կա, որ
կուզենայի դու սիրով խաղալ։ Մարդկա Համլետա երազում խաղալ Շեքսպիրի։ Կա տես բան, հա։ Ես օրինակ Տրոփալդինո եմ երազել խաղալ, տենց էլ չխաղացի։ Իմ երազանքների դերը Բերջ Զեթունցյանի ոտքի դատարանն է գալիս, դրա մեջ Սողոմոն Թեհլերյանի դերն է, բայց ներկայացում, ոչ թե ֆիլմ։ Սունդուկյանը բեմադրել է։ Այո, հենց Սունդուկյանը առաջինը տեսել է, էլի ուսանող էի։ Ես որ նայեցի ու հասկացա, որ էսի գոնե մի անգամ պետքա այդ քո կյանքի ընթացքում եթե դու ընտրել ես ճանապարհը դերասանի, պետքա խաղաս, եթե տղա ես, էլի։ Այո։ Որպես տղամարդ դերասան, գոնե եթե բախ տնի, պիտի խաղաս։ Այդ դերը կուզեմ երևի, ուրիշ ոչ մի բան։ Ուրիշ բենակ հենց այդ դերը։ Հենց դա միակ։ Զուտ ասենք ես իմ ձևով ոնց կփխաղայի, էլ էդի։ Իսկ մտքով տանցել ա դու բեմադրություն անես կամ ինքդ ֆիլմ նկարես։ Հա, իհարկե, կարում եմ, ճիշտ ասած կարում եմ գրեմ սցենարային։ Սցենար։ Հա, ստացվում է մոտս։ Ուղղակի ինչ գրել եմ, երևի մի քանի հոգի մարդ գիտի դրա մասին, որ բարձրաձայնել եմ, ոնց որ ասենք ձեր այդ մոտիկ եմ ասել եմ Ղազարյան ջան, մտես sense բան կա։ Կարդացում, բախի չեն կանում, ասում չէ ժամանակը չի։ Ինձ թվում է չի հասունացել։ Հա, այդ կա, այդպես։ Հա, պետքա հասունանա, որ զգաս ինքը իրոք պետքա։ Իհարկե։ Հիմա պետքա դա։ Այդ դու ինքդ պետք է զգաս։ Երբ արդեն պատրաստես, երբ արդեն հասունացել ու ներկայացնես, արդեն լայն ասպարեզի։ Կոնես մինես դերասան, որ շատ ես հավանում, լինի հայ, լինի ռուս, լինի, չգիտեմ, արտասահմանցի դերասան։ Եթե ճիշտն ասեմ, հա, հասկանում եմ ինչ եք ասում, եթե ճիշտն ասեմ, չկա մեկը, որ կոնկրետ ես ֆանատն եմ իրա, իրականում, որտեվ շատ դերասանների մեջ ես տարբեր բաներ եմ սիրում։ Երևի փոքրուց ինձ տենց են, ուղղակի պապաս էլ է տենց, ինքը չի սիրում ֆանատիկ ոչ մի բան։ Պապաս ոստիկան է ինքը։ 20 տարվա ոստիկան է, դե թոշակի անցել նոր է եկել, ասես չի թողելի, ոնց որ ֆանատիկ ինչ-որ մեկին սիրեմ, բայց այս ընդհանուր բնավորության գծը։ Որ հավանում ես, որ իր հետ կապված այդ բոլոր ֆիլմերը իր նկարահանած, համարյա բոլորը նայել ես, սիրում ես։ Բոլորը, բոլոր մեր հայ դերասանները, անկեղծ եմ ասում, ձեզանից sense ինչքան դերասան որ գիտեք, ինչքան արվեստի մարդիկ, բոլորին սիրում եմ հավասար։ Դե պատկերացրու ես, որ խոսում են, ասում են Ամերիկայում թվում է, չէ, դերասաններ ես դերասաններ ես, մեծ երկրում ահռելի ես երկրում։ Իսկ մեր փոքր այդ հանրապետությունը, փոքր մեր երկիրը, դες ինչքան դերասաններ է։ Ուղղակի իրաց բախտը չի բերել, որ միջազգային ասպարեզ դուրս կան։ Բայց հրաշք դերասաններ են եղել, մենք հրաշք դերասաններ ունենք։ Սկսած հենց այդ շատ հեռու չգնանք մեր Մկրտչյաներից, Խորեն Աբրամյանից, բոլոր Սոս Սարգսյան հրաշք դերասաններ են։ Ամեն մեկը մի միջազգային համաշխարհային մասշտաբի դերասաններ են։ Ես օրինակ այստեղ եթե Հայաստանից այստեղ շատ են գալիս, չէ՞, ներկայացումները։ Ես փորձում բաց չթողնեմ ոչ մի բան։ Կապ չունի, դերասաններ կան, որ նոր են հելը բեմ, ասենք երկու անգամ եմ տեսել։ Բայց յանց հետ իհարկե խաղում են փորձառու մարդիկ։ Այդ դրա համար եմ ասում, բոլորին սիրում եմ։ Սաղի գործը նայում եմ անպայման։ Դե միշտ առիթ է լինում ու մեզ էլ անպայման միշտ հրավիրատոմս են ուղարկում, ես էլ տիկնոջս հետ միշտ մասնակցում եմ այդ ներկայացումները, աշխատում եմ բաց չթողնել։ Եթե ես զբաղված չեմ, եթե ես ելույթ բան չունեմ կամ ստեղ եմ, դե մեր ընկերներն են, համ գնում ենք որ նրանցից համ կարոտ առնենք, համ էլ նրանց նոր աշխատանքի հետ ծանոթանանք, այսօր Ես երիտասարդ հիմա նորաստեղծ դերասանների մասին ինչ կասես։ Կասեմ, որ երբեք չկոտրվեն ու միշտ գնան առաջ։ Ինչի համար։ Որովհետև եղել է իմ հետ, ինչ-որ միտեղ ասել եմ, որ էսի շատ լավ դեր է, ես օրինակ եմ, դերի համար ես կուզեի խաղայի։ Այն ժամանակ մեծերը տեղ չեն տա։ Հիմա ես ձեր հետ որ աշխատում եմ ֆիլմում, ոչ միայն ձեր բոլոր այն մարդկանց ում հետ աշխատում։ Ես հաճույք եմ ստանում, որովհետև դուք ինձ եք առաջ բրթում։ Առաջ տանում։ Մենք այնտեղ իրար հետ հատված ունենք, չէ՞։ Իհարկե, ասում ես սենց արա որ լավ լինի քո մոտ, ոչ թե ասում ես սենց արա որ վատ լինի, այսինքն իսկ այն ժամանակ մենք շատ ենք գցում։ Իսկ եթե կոտրվենք ոչ մի բան չէին կան, էլի։ Այց է դա։ Տեղ չէին տալի ընդհանրապես։ Լավ, շատ հաճելի է, շատ ուրախ եմ Ալբերտ ջան, հիմա նորից մենք անցնենք գովազդի, որից հետո կշարունակենք դեռ խոսալու բան ունենք, հետո դու դիրական պատմություններ էլ պատմես։ Բարեկամներ, Գովազդ ARTN-ի եթերում, որից հետո կշարունակենք մեր զրույցը։ Գովազդ ARTN-ի եթերում։ Բարեկամներ, ավարտվեց մեր գովազդը, շարունակում եմ զրույցս Ալբերտ Տիլոյանի հետ։ Ալբերտ ջան, քանի տարի ասացիր, ինչ ստեղ ես 15։ Հա, մոտավոր 15 տարի։ Ու այս ընթացքում դու եղել ես Հայաստանում։ Վերջի անգամ գնացել եմ 10 տարի առաջ, այդ էլ մի շաբաթով։ Գործով, հա։ Գործեն էլ որ ես այն ժամանակ շատ էի գնում, ոնց որ եկել էի առաջ անգամ, հետո հետ էի գնացել ու տղես պետքա ծնվեր Հայաստանում։
Այտենց էինք ուղղակի ուներ տղես Հայաստանում ծնվի։ Բոլորը բերում են որ Հա, առաջ երեխաները այնտեղ պիտի ծնվեն, որ ծնվավ այդ ժամանակ եմ գնացել դեկտեմբեր ամիսն էր երևի մի շաբաթով ուղղակի գնացի, հա բայց դա արդյունք է տալիս, ինքը որ հիմա այնտեղ է ծնվել, ինչ խոսում է Հայաստանը մեջն է։ Չի տեսել Հայաստան։ Մի տարեկան չկար բերել եմ ստե, չի տեսել։ Բայց այդ մեր օդը պահում, ինչ ուզում է սարը։ Ստե ծնված երեխին ինակի բան չեմ ասում, այն մեր երեխան էսին, բայց նրան մի քիչ ուրիշ ձև է։ Այնի կապած է թողի, ոնց որ որտեղ որ ծնվել է ձգում է։ Շունչը կա մեջ էլի ոնց էր։ Իսկ հիմա ուղղակի ֆիզիկապես չեմ կարող գնամ։ Այսօր 10-ին չեմ գնացել, ոչ մի խնդիր չի եղել, որ ասեմ, չգիտեմ, ֆինանսական խնդիրերի, չէ։ Ուղղակի ֆիզիկապես չեմ կարող, նախ 4 երեխա ունեմ։ Այդ բոլորը գնում են դպրոց, մանկապարտեզ, սպորտի, չգիտեմ, ես աշխատում եմ մի քանի տեղ։ Այդ ամեն ինչը ոնց կթողեմ կգնամ, չեմ կարող։ Դժվար է, բայց դու դասավորես, թամ մի քիչ երեխաներ։ Չէ, որոշել եմ, հենց անստեմ թոշակի արդեն մենակ կարելի է գնալ։ Չէ, դա չէ, բա լավ չի ցկում, բայց չես կարող։ Իհարկե։ Դժվար չի քո համար։ Եկեք որ պարկում ես քնելու մտքով չես գնում Հայաստան։ Միշտ եմ մտքով գնում, բայց այն մարդկանցից չեմ որ ասեմ, ես մտքով միշտ ընդեղ եմ բան։ Չէ, իրականում, բայց արդեն սովորել եմ ստեղ։ Ընտելացել ես։ Իհարկե, դե այդքան տարի ապրում եմ ստեղ ունենցա որ ամեն ինչ ստեղ եմ ստեղծել։ 0-ից ստեղ ստեղծել եմ ունեմ ամեն ինչ, փառք Աստծո։ Ասենք իհարկե ձգում եմ երկիրն ամեն ինչ իմն է։ Ուղղակի հիմա խի չեմ ուզում տենց ասեմ, թե ասեմ, որ ես մտքով սրտով բան, մեկը սիրում կմտնի կոմենտ գրի, բախի ինտեղ չես։ Որ սիրում են չի ասել։ Հա։ Իհարկե, որ առիթ լինի անպայման։ Որ այդքան սիրում ես, ինչ ես ստեղ։ Հա։ Մի անգամ ունես հետաքրքիր մի հատ բան նկատեցի, իհարկե թեմայից մի քիչ շեղվենք։ Չէ։ Հա, մի հատ ֆիլմ էր, կարծեմ նմանակներ ֆիլմներ կարծեմ, մեկը կոմենտ էր գրել, մեկը մտել էր շատ էր գովացել, դե մեր վարպետներն են, մեր հանճարներն են, էսկոմ, ձերա բոլորի մասին լավ բաներ գրել, եթե ֆիլմում Հայաստանը չկա, դա ֆիլմ չի իմ համար։ Մեկը մտել տենց կոմենտ էր գրել, թողային ստեղ ստեղծագործեն ու հասկացա կմանելի լուրջ։ Պետք գրում են գրելու համար էլ այդ մարդիկ կան որ հատուկ դրանով են զբաղվում ու դրանից հաճույք են ստանում։ Լավ։ Անպայման կազմակերպի ու մի տարի անպայման կնա ու այդ գրողները կգրեն էլ դրանից։ Հա, չէ, օքեյ, ես ընդհանրապես իմ համար եմ ապրում Ղազարյան ջան։ Չէ, կկազմակերպեմ անպայման, երեխեքը փոքրերը մի մեծանան, հիմա 4 են։ Մի մեծանան։ Ասենք, տես ասում երիտասարդ տարիքում երիտասարդ դասակում մարդիկ երազանքների մասին են խոսում։ Իսկ մեծ տարիքում հուշերի մասին են խոսում, էլի։ Հիմա ես այդ երկուսի արանքում եմ մեջտեղն եմ։ Այս երկրի հետ, ասակ ինչ երազանք, ինչ ապագա ծրագրեր, ինչ մտածմունք ունես, ինչ նախագծեր, ինչ ես ուզում հասնես։ Ծրագրերս մեկն են այստեղ։ Նախ ասեմ, որ որոշված է որ ես հաստատ այստեղ եմ ապրելու։ Չի լինել ունենց որ ես ասեմ, չգիտեմ, մի օր որ հասկացա վերջ, սա այն պիկներ, որ ես ուզում էի, ունեմ ամեն ինչ, թողեմ գնամ, չէ։ Որտեղ երկինից շատ բան ա տվել։ Իրոք ես սիրում եմ այս երկիրը։ Ունես չի որ ընդեղից փախել եմ ես։ Իմ կամքով եմ եկել։ Հա։ Անես չէ որ մի ամիտ ասենք, չգիտեմ, green card շահեցի կամ ասենք մի բան եղավ փախա եկա, չէ։ Դա իմ հայրենիքն է, բայց տես արդեն մեծամասամբ ստեղ եմ լինում, այնտեղ չեմ լինում։ Նպատակները նա են որ փառք Աստծո, հիմա էլ ոչ մի բանից չեմ դժգոհում, ամեն ինչ ունեմ։ Սենց կարողանամ երեխեքիս մեծացնեմ, իրաց նպատակներին հասցնեմ։ Մնացածն էլ երևի ինձ լավ կնային հետո։ Հետաքրքիր է, ახალ մարդիկ շատ տարբեր են ու չես հասկանում դրան, չէ՞, մամ իրանց մխիթարելու, իրանց պաշտպանելու համար են ասում, թե չի մի օր մի անգամ մի հարսանիքի ժամանակ մեկը մոտեցավ, Աշոտ ջան, ոնց է, բան այս երկը, ասում դե ես ժամանակավոր պայմանագրով աշխատում եմ, բան, չնայած ես ինքս էլ ունեմ գրի քարտել ունեմ, ես էլ օրինական եկել եմ։ Ասեց Ղազարյան ջան, ապրելու տեղ չի։ Ասում եմ, քանի տարի է ստեղ եք, ասեց 25 տարի, ասում եմ, բախ ես 25 տարի ստեղ ապրում, բան չես ապրում, որ ապրելու տեղ չի։ Հենց գացիր ապրելու տեղ չի, տոմսարներ գնայր, բան չես 25 տարի ստեղ ապրում։ Նեզուր չես հասկանում էլի մարդիկ իրանց փոխարկում են։ Շնորհակալ եմ, հա, Ղազարյան ջան, իրական եթե երկինս ամեն ինչ տալիս է։ Հնարավորություն տալի աշխատելու, ընտանիքս պահելու, փառք Աստծո։ Այդքան լույսի տակից դուրս գալու, այդքան բիլերը։ Ժամանակ ունենալու քեզ հյուր գալու, որ ժամանակ ունեմ այդ երեխին անպայման հյուր եմ եկել ձեզ։ Ուզում ասեմ, ինչի՞ց դժգոհ, ինչի համար։ Ինձ ինչ է տալու։ Կան մարդիկ, որ ոսկե ամանների մեջ ոսկե եսի ինչ ելել էլի դժգոհելու են, դա մարդու տեսակից է։ Լավ, մենք պայմանավորվել ենք, չէ՞ որ իրական պատմություններ պիտի պատմես, մի հատ երկու հատ էլ անեկդոտ։
Անեկդոտ եմ պատմելու։ Հա։ Մի օր ասում եմ ես չեմ կարող պատմել, բայց մարդու անեկդոտ էլի պատմեմ, ոնց որ սենց։ Չէ, ուղղակի անհարմար է, նստած եմ ասենք անեկդոտի ոնց որ կոպիտ ասած արքայի դիմաց նստած անեկդոտ պատմեմ ձեր դիմաց։ Դա շատ անհարմարություն է, էլի։ Դե լավ, հələ իրական պատմությունն է։ Իրական պատմությունից այս կոնկրետ շատ բան չեմ հիշի, որ այդպես զավեշտ կա մեջը։ Կոնկրետ մյուս գործից տեղը հետս մի տղա կա աշխատում, տարիքով տղա է։ Մի անգամ մտնում աշխատանքի, տեսնում ոնց որ այն անկյունի վրա նստած գրում է։ Դե ձեն չեմ անում, մարդ է, ժամանակ ունի գործ։ Այն անկյունն է գրում, մի խոսքով մի քանի ժամ սենց։ Համ գործ անում, համ հետում գրում է բան։ Ասի դեռ պիտի հարցնեմ, որ հետաքրքրությունս խեղդում է ինձ։ Եկ ասի կներես, նայ, գործին չի խանգարում, այնց որ խոսում եմ քո վրա, բայց ինչ ես անում, այդքան ինչ ես գրում։ Սենց նայեց երկար ինքը տարիքով էր, սենց նայ գլուխս լցվել է, ասաց, այնքան բան կա, ինֆորմացիա։ Այսի մանկությանս հուշերն եմ գրում, ինչ գիտեմ, գրում եմ, ասում եմ, որ ուղղակի ջնջեմ թազա ինֆորմացիա ստանամ։ iCloud-ն է, էլի բանի, iPhone-ին։ Հետո էլի ունես։ Հետո այտենց էլ չեմ հիշի երևի այտենց բան, պատմություն։ Հյուրախաղերի ժամանակ։ Հա, լավ հիշացիք։ Մա այտենց հենց նոր այտենց մտաբերեցի։ Ուսանող տարիներին գնացել էինք քրեակատարական հիմնարկ, կանացի։ Հա։ Կանանց գաղութ, հա։ Գնացել ենք ներկայացում ունեինք ու այդ ներկայացման մեջ տեսարան ունեի։ Դե իհարկե մեր համար այտենց անսովոր էր այդ պայմաններում, չգիտենք ինչ ա լինում, ոնց ռեակցիան չէինք անում, ինչ կարա լինի ռեակցիան։ Տեսանա, որ ոնց որ շիշը վերցնում, մեկի գլխին պիտի խփեմ այդ շիշը, դե իհարկե չեմ խփում, բերում հետ եմ տանում։ Հիմա որ սենց վեկալա դահլիճից մի հատ կին, խփի ցավը տանեմ դրան հասնում, այ սենց։ Դե մի չեմ անում, շեղվել եմ արդեն, այնքան բարձր խոսում, խոսքը չի լսվում, ինչ պիտի խոսամ այդ արանքը։ Դրան հասնում խփի։ Բայց վերջում միջև վերջ այս կինը հավատում էր, որ ես վախեցա չխփեցի իրան։ Պետքա խփեի ու չխփեցի, եկավ ցավը տանեմ, հետո դեն խփեիր էլի ասում։ Չունես էլ այդպես իրական։ Չէ, չունեմ։ Դե ուրեմն անեկդոտ պատմի, ոնց էլի մի հատ երկու հատ անեկդոտ պատմի։ Փորձեմ։ Հետո չգիտեմ խեմ հիշեցի, բանը 3 հատ զոքաչ նստած խոսում են։ Մեկը ասում է, որ իմ փեսեն ասում է եղնիկ է, եղնիկ։ Գլուխ է գովում, էլի։ Այն մեկը ասում է իմը մարալ է, մարալ։ Նայում են երրորդը ձեն չի անում։ Սա ասում է, բանը դու ասա։ Ասում է, դե ինչ ասեմ, ասում է, իմն էլ է կենթանի, ասում է, բայց ձերի նման պոզեր չունի, ասում է։ Ունես էլի անեկդոտ, թե։ Երևի մտաբերեմ ձեր անեկդոտներից կարող եմ քիչ փոփոխված պատմեմ, բայց ձերից հաստատ։ Հայաստանում վաճառում են մարդուկին, որոշում են, որ պետք է արտագաղթեն, մի խոսքով գալիս են Ամերիկա, տարբեր ճանապարհներով այտենց են Մեքսիկո բան գալիս են, դե թուղթ չունեն, գալիս են բիզնես են դնում, մի խոսքով ամեն ինչ նորմալ է, ամուսնուն բռնում դեպորտ են անում։ Ամուսինը հասնում է Հայաստան, անցնում 2 ամիս, կինը զանգում ասում է աշկը դու տղա ես ունեցե։ Ուրախանում է, գնում են տղեկով նստում են, նշում են, ոնց է ալում նշելը։ Անցնում է մի 6 ամիս նորից է զանգում։ Ավելի մի քիչ ավելի շատ 9 ամիս անցնում է զանգում ասում աշկը դուս երկրորդ տղետ է ծնվում։ Էլի ուրախանում են, ուտում են, էս կոմ են, կոմ խմում։ Բայց նեղվում է, էլի հասկանում մի բան այնչի։ Ընկերոջ հետ կիսվելուց ասում է՝ «Նայ, ամեն ինչ լավ է։ Կերանք, խմանք, մեր համար քեֆ արինք»։ Որպես ես ընդե չեմ, ոնց է այդ կինը հղի անում։ Ասում են դե ցուրտ է, օվկիանոսի քամին ուժեղ է, մրսստում ասում է, կրկնվում է։ Դե լավ ավարտվեց մեր զրույցը, Ալբերտ ջան, մնում է ես քեզ շնորհակալություն հայտնեմ, որ ժամանակ գտար, ոնց որ քիչ առաջ ասեցիր։ Եկար ու իրար հետ անկեղծ ջերմ զրուցեցինք, պատմեցիր քո մասին։ Ես քեզ ցանկանում եմ հետագա մեծ հաջողություններ, որովհետև զգում եմ ինչ գործել անում ես բիզնեսման, բայց ուշքումի տկտ արվեստն է, թատրոնն է, բեմն է, կինոն է։ Քեզ հաջողություններ երկու ասպարեզներում են, թե բիզնեսի եւ թե մշակույթի։ Միշտ որ հանդիպում հաջողություն քեզ։ Շնորհակալ բազեր ջան։ Այ մարտես։ Հաջողություն։ Դե սիրելի բարեկամներ, ավարտվեց եւս մեկ հաղորդում։ Իմ հյուրն էր Ալբերտ Դիլոյանը։ Իսկ այժմ անցնեմ մեր հաղորդման եզրափակիչ խոսքերին։ Հարազատը նա չէ, ով ազգական է։ Հարազատը նա է, ով ընդունում եւ սիրում է քեզ այնպիսին, ինչպիսին որ դու կաս եւ կողքի թե ցանկացած պարագայում։ Այսքանը սիրելի բարեկամներ, միշտ որ հանդիպում, բարի գիշեր ձեզ։ Վարպետ, տեսքը դուրս չի գալ, ինչ ա եղել։ Ալբերտ ջան, գնացել էի բժիշկի մոտ։ Բարետ կեղտուտ ինչ ասի որ լավ է լինի։ Ինչ։ Ասում են պետք է չխմես։ Ոնց չխմես։
Քանման ուտող խմում մարդը բա ինչ պիտի անի։ Բա ինչ պիտի անես։ Արդեն արել եմ։ Ինչ ես արել։ Բժիշկից փոխել եմ։